Ուրմյան նույն ինքը Կապուտանը, որ հայկական լեռնաշխարհի ու մերձավոր արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը, անցնում է պատմության գիրկը։ Իրանի կապույտ մարգարիտը ժամանակին կենդանի ու բաբախող սիրտ էր։ Հազարավոր չվող թռչունների երբեմնի հանգրվանն այսօր կլիմայի փոփոխության, ամբարտակների կառուցման եւ ջրի գերօգտագործման պատճառով վերածվել է ճաքճքած հողի ու ամայի տարածության։ Ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող ջրավազանն ամբողջությամբ ցամաքել է։ Ուրմիա լճի նման հսկա ջրային տարածքը ստեղծում էր ջերմաստիճանի եւ խոնավության հարաբերական հավասարակշռություն։ Իսկ եթե այդ տարածքը ոչնչանում է, վերանում է նաեւ այդ բալանսը։ Հետևաբար այս լճի ոչնչացման եւ հարաբերական հավասարակշռության խախտման հետևանքով ամառները կդառնան ավելի տաք, իսկ ձմեռներն ավելի ցուրտ։ Լիճը 1980-ականներին զբաղեցնում էր մոտ 8200 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն 2025 թվականի ամռանն այն վերածվել է աղային անապատի։ Մասնագետները սա էկոլոգիական աղետ են որակում։ Ուրմիայի չորացումն արդեն ծանր հետևանքներ է ունեցել։ Հարակից շրջանները տառապում են աղային փոթորիկներից, որոնք ոչնչացնում են հողը եւ վնասում գյուղատնտեսությանը։ Լճի չորացումից հետո աղակալած տարածքներում մոլեգնում են աղի փոթորիկները, որոնք ազդում են մարդկանց առողջության, շնչառության վրա, առաջացնելով թոքերի ու սրտի հիվանդություններ։ Բացի այդ, աղակալում են ստորգետնյա ջրերը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ երկրում կա ավելի քան 1 միլիոն անօրինական հորատանցք, որոնք կործանարար կերպով սպառել են ստորգետնյա ջրերը։ Խնդիրը խորացրել է նաև գյուղատնտեսությունը, որն օգտագործում է Իրանի ջրային ռեսուրսների 88%-ը, սակայն ապահովում է տնտեսության միայն 10%-ը։ Սրա հետևանքով երկիրն ամեն տարի սպառում է միջինում 43 միլիոն մետր խորանարդ ջուր ավելի, քան բնական աղբյուրները կարողանում են վերականգնել։ Իրանի ջրային ճգնաժամը կարող է հանգեցնել քաղաքակրթության կենսական համակարգի փլուզման, տեղումների նվազման, ջրային տարածքների վերացման ու երաշտի պատճառը, շատերի պնդմամբ տասնամյակների սխալ կառավարումն է, կլիմայական փոփոխություններն ու պատժամիջոցները։ Ջրային աղետի մասին հազանգում է նաև իշխանությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն հայտարարել էր, որ Թեհրանն այլևս ջուր չունի։ Նա նույնիսկ խոստովանել էր, որ քննարկում են մայրաքաղաքը տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թեհրանի մոտ 15 միլիոն բնակչությունը ջրային ճգնաժամի շեմին է։ Մենք այլևս ջուր չունենք, մեր ոտքերի տակ ամբարտակներում ջուր չկա, ասեք խնդրեմ ինչ պետք է անենք։ Նրանք ովքեր պնդում են, թե ջուր կա, թող գան ու ասեն որտեղ է այդ ջուրը։ Այս պահին մենք ջրային լուրջ ճգնաժամի շեմին ենք։ Եթե մենք ջուրը ճիշտ չօգտագործենք, անպայման լուրջ խնդիրներ կունենանք։ Մեր ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է ջրի օպտիմալ սպառում։ Իրանի ոխերիմ թշնամին պատրաստակամություն էր հայտնել լուծել Իսլամական Հանրապետության կենսական ճգնաժամի հարցը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի ժողովրդին ջուր էր խոստացել երկրում իշխանափոխության դիմաց։ Գազայի ժողովրդին ջրից ու սննդից զրկած ռեժիմը ցանկանում է Իրանի ժողովրդին ապահովել ջրով։ Թշնամու սուտ խոստումները բացահայտել էր հենց Իրանի նախագահը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։